Բարի երեկո իմ սիրելի հետևորդներին, նայեք արդեն երեկո է, արդեն մութն ընկնում է և դրսում գեղեցիկ սեղանի վրա ծաղկած են մեր ծաղիկները, սիրելիներս։ Այստեղ գրեթե մնացել են բոլոր պիտունյաները, արդեն քչանում են մեր ծաղիկները, նայեք այստեղ ինչ գեղեցկություն է։ Սա իմ տնկած կաշպուներն են, նայեք ինչ գեղեցիկ արդեն աճում են։ Այս վերջի օրերին եմ տնկել կոմպոզիցիաներս գեղեցիկ, նայեք սիրելիներս։ Գազանյաները մեր մոտ մնացել են այսքան, այս 3 պալետն են մնացել։ Նայեք ինչքան լավ աճում են մեր մոտ էուստոմաները, արդեն վաճառում ենք։ Դեռ պաշտ չի, որ գույնը պետքա լինի, խառնել ենք սաղ գույները իրար։ Նայեք ելակները շատ քիչ են մնացել, արդեն կարմրել են ու այսպես վերքը վրան վաճառում ենք մեր ելակները։ Ես մի հատը կուտեմ իհարկե։ Նայեք սիրելիներս, ժասմինից ծառը ծաղկել է։ Նայեք ինչ գեղեցիկ է, դաժե որոշել եմ այս ծառը չվաճառեմ, որոշել եմ պահեմ իմ համար, սիրելիներս։ Նայեք ինչ գեղեցիկ ծաղկել է ու չեք պատկերացնում ինչ հոտ ունի։ Նայեք ինչ գեղեցկություն է։ Այստեղ մեր սեղանն է։ Նայեք ինչ գեղեցիկ են ծաղիկներս։ Սա ձեզ ցույց եմ տվել, նագալետկայա ինքը, նայեք ինչ գեղեցկություն է։ Մի հատը վաճառել ենք, մնացել է այս մի հատը։ Նայեք գարլանդյաներս ինչ գեղեցիկ ծաղկել են, հարգելիներս։ Ունենք դեղինը և կարմիրը։ Այսպես համ գարշոկներով ենք վաճառում, 2 հատ եմ դրել գարշոկի մեջ, ունենց լինում է մի հատ դեղին, մի հատ կարմիր է լինում, պատահում է նաև կարմիր ու դեղին է լինում, տարբեր։ Նայեք այստեղ սատիլը խաղարը պատրաստ է արդեն։ Այստեղ էլ ունենք դեղինը ծաղկած, նայեք սիրելիներս։ Նայեք ինչքան ռոտանկից գեղեցիկ կաշպոներ ունեմ, մարդիկ առնում են, կամ ծաղկամանով ծաղիկներն են դնում մեջը, կամ ինքները տնկում են մեջը, շատ հետաքրքիր գործ է, այսօր բերել են նորություններ, սրանք 8 լիտրանոցներն են, շատ ցածր փոքրիկ հետաքրքիր, նայեք ինչքան հետաքրքիր ու գեղեցիկ է, այս էլ փոքր տեսակներն են, նայեք այսօր ով որ զբաղվում է այս կաշպոներով ինչ է բերել, նա պատրաստել է կարծես թե արագիլի բուն, դնում են ծառերի վրա, նայեք, որպես և դնում են մեջը արհեստական արագիլներ, նայեք ինչքան գեղեցիկ է նայվում ծառի բնի վրա, նայեք ինչքան հետաքրքիր տեսք ունի, սիրելիներս։ Սա մեր դոմիկն է ծաղիկների, նայեք սիրելիներս, գրեթե դատարկվել է, պիտունյաներ ոչինչ չունենք էլ այստեղ, ունենք այստեղ գարլանդյաներն են դրել, նայեք, ունենք գլատկի դեղինը և ունենք այսպես դեղին մեջը կարմիր երանգով, այստեղ դրել ենք հիմնականում գարլանդյաները և ունենք մի քանի կաշպոներ հետաքրքիր բեգոնյաներ են դրել, մինչև մեծանան, դեռ նրանք փոքր են և այստեղ էուստոմաներն են մեր, իրանք գարշոչնի են կոչվում, բարձրությունը մինչև 30 սանտիմետր է, ես ձեզ անպայման ցույց կտամ, թե ոնց են նրանք ծաղկել, ոնց որ ձեզ ցույց էի տվել անպայման վիդեո կանեմ կտեսնեք ինչպես է ծաղկել ժասմինից ծառը, 2 օրվա մեջ ծաղկել է ժասմինի ծառը և նաև ցույց կտամ ձեզ, թե ինչպես են ծաղկել մեր էուստոմաները, ճիշտ ասած պարարտանյութ ենք պատվիրել վայլբերիսից, որը որ օգնում է տվյալ բույսը ծաղկի, փորձենք, տեսնենք ոնց է աշխատում, անպայման ձեզ նույնպես ցույց կտամ, թե ինչով ենք ջրել մեր էուստոմաները։ Այդ պարարտանյութը ոչ միայն էուստոմայի համար է, նաև բոլոր այն ծաղիկների համար է, որոնք որ ծաղկում են։ Նայեք կոկոմները, սիրելիներս, արդեն կոկոմներ են տվել, նայեք։ Արդեն կոկոմել են։
իմիջիայլոց ասեմ շատ դժվար են աճում, բայց երբ որ տեղափոխեցինք կաշպոների մեջ, այս տեսակի փոքր ծաղկամանների մեջ, արդեն սկսեցին լավ աճել։ Հիմա գնանք մեծ ջերմոց, սիրելիներ, ցույց տամ, արդեն վերջապես ժամանակ են գտել, տնկում ենք մեր վարունգներն ու պամիդորները։ Սիրելիներս, արդեն մեծ ջերմոցում եմ գտնվում, դե գիտեք, մեր ջերմոցը ամբողջովին դատարկ է։ Այստեղ տնկել եմ ճիշտն ասած սալատները, ոնց որ ձեզ ցույց էի տվել, արդեն թաղարի տեսքով տնկել եմ, նայեք կանաչիներս ինչ լավ ծլել են։ Երբ որ ես գալիս եմ Հայաստան, պարտադիր Հայաստանից եմ սերմերս բերում, նայեք սալատներս ինչ լավ աճել են։ Գիտեք ինչ եմ անում, սալաթը այսպես եմ կտրում, ամբողջությամբ չեմ կտրում, հեսա պետքա սալատ սարքեն, այս տեսակ կտրում եմ սալաթը, մեջտեղի տերևները թողում եմ և նրանք նորից մեծանում են, ես գրեթե ինչքան ժամանակ է, ես այսպես, կողքերից մեծ տերևները կտրում եմ, փոքր տերևները թողում եմ, սիրելիներս, ռեհաններս են աճում, նայեք, հիմա գնանք ցույց տամ, թե ոնց ենք տնկում վարունգները, սիրելիներս նայեք, արդեն մեր վարունգները տնկում ենք, լարեր ունենք վերևից կապած, այնպես ենք տնկում, որ կարողանանք թելով բարձրացնել, մի քանի սորտերի վարունգներ ենք տնկել, այս պահի դրությամբ ամուսինս տնկում է խթաները, սպիտակ վարունգները, նայեք, նրանք շատ պուճուրիկ են, բայց հույսով եմ կմեծանան և կհասցնենք բերք հավաքել։ Այս էլ ստելա սորտի վարունգներն է, մեր մոտ մի քանի սորտ է, ստելա ենք տնկել, ատոս ենք տնկել, մաշինկա, կուրաժ և ֆասաժ։ Այստեղ սիրելիներս մեր չերի պամիդորներն ենք տնկել, մի քիչ դեղնած են, երևի ինչ-որ մի բանով կսրսկենք, որպեսզի մի քիչ վերականգնվեն, որովհետև կաշպոների մեջ էին մեծ բոյով, դե իհարկե նրանց համար տեղը չէր հերիքում, բայց արդեն պամիդոր ունենք, նայեք, չերի պամիդորներ ունենք, նայեք սիրելիներս, արդեն չերիներս մեծանում են, Էսի մի քիչ դեղնելա չգիտեմ ինչի, բայց ոչինչ կվերականգնվի ու այստեղ մի առուտ ընկելու ենք պամիդորները, չեք պատկերացնի, ժամանակ չենք ունեցել պամիդոր ու վարունգ տնկենք, այսօր հազիվ տնկում ենք, նայեք մեր պամիդորի սացիլի վրան ինչ տեսակի պամիդորներ են արդեն, ինքը սորտը վալգագրացկին է, բոյով չի իրա քոլերը, նու կարճոտ են, բայց այսպես դրել են, որ արդեն տնկենք, ջոկել եմ, լավ սատիլները դրել եմ, նայեք ամբողջ սատիլների վրան պամիդորներ են սիրելիներս, նայեք, գրեթե բոլոր սատիլներս պամիդորներով են։ Այստեղ նաև ցույց տամ ելակներս և զիմլինիկաներս, նայեք ինչ տեսակի կուստիկներ են դարձել զիմլինիկաներս, ամեն օր քաղում եմ զիմլինիկա, նայեք ոնց են կարմրում, ու նրանք մանր են, ելակներից արդեն լիքը գերել ենք, նայեք արդեն ճյուղեր են տվել, այսօր է ուզում արդեն դնեմ փոքր գարշոկների մեջ, որպեսի շատացնեմ փոքր կաշպոների մեջ, ենքան ենք ասես տեղ գարշոկ, գարշոչնի ծաղիկներ, արդեն ինքստինքյան սովորել ենք այդ բառին ժողովուրդ ջան, նայեք ինչ լավ քոլեր են դարձել գլուբնիկաներս, լիքը, ու այսպես լիքը ճյուղեր են տվել նոր, պետք է անպայման դնեմ վաղը փոքր ամաների մեջ, լիքը փոքր ամաներ ունեմ, ճիշտ ասած առաջի անգամ պետք է դնեմ, երբեք չեմ դրել, հույսով եմ շատ լավ կստացվի, այստեղ բերք եմ գտել, հələ նայեք ինչ լավ մեծ ելակ է, հələ նայեք, կլերի սորտն ինչպես միշտ ասել եմ ձեզ սիրելիներս, հիմա գնանք մի փոքր ձեզ ցույց տամ արդեն մեր բիսեդկան համարյա գատով, պատրաստ է արդեն, գնանք դեպի մեր բիսեդկայի կողմը։ Այստեղ սիրելիներս որոշել ենք այսօր մեր բիսեդկայի բացումը անենք, վերցրել ենք պատրաստի միս հնդուշկայի մարինացված շատ համով միս է իմիջիալից ասեմ, ինչպես միշտ բոլորս գիտենք հնդուշկայի միսը ինքը շատ չոր է, բայց մարինացված վիճակում մի հատ հրաշք միս է, մեզ բարի ախորժակ։ Այստեղ նայեք ժողովուրդ ջան, ընկերուհիս ինձ համար խաղողներ էր տնկել և արդեն մենք տեղափոխել ենք հողի մեջ և արդեն պուճուրիկ խաղողներ ունեմ, նայեք ժողովուրդ ջան, այնքան եմ ուրախացել այս խաղողի վրա, չեք պատկերացնում, որ վերջապես իմ խաղողի տերևները կունենամ, այստեղ խոստաներն ենք տնկել, ասենց դարոշկա ենք արել ժողովուրդ ջան, դեպի գնալու ենք բիսեդկա,
Այստեղ խոստաներ ենք տնկել, այստեղ կամ քար կլցնենք այս սև կտորի վրա, կամ էլ որոշել ենք սպիտակին գեղեցիկ դեկորատիվնի քարերից, կամ էլ ուզում եմ արհեստական գազոն թռենք միանգամից։ Նայեք, խոստաս արդեն ուզում է ծաղկել, կոպկոմել է։ Նայեք ինչ հրաշք ծառ եմ հիմա ձեզ ցույց տալի, սիրելիներս։ Այս ծառը կեսրարից նվերն է, ինքը բերել է տարիներ առաջ Խարկովից, մի հատ իրանց բակում ունեն, այս մի հատն էլ մեզ ա նվիրել։ Ներքև ընդհանրապես տերևներ չկա, նայեք, ինքը լրիվ չոր ա ճյուղերը, բայց այս տեսակի կոկոմներ ա տալի, ինքը ծաղկում ա ոչ ռոզվի ա, ոչ կարմիր ա, երբ որ ծաղկի անպայման ձեզ ցույց կտամ։ Հələ նայեք ինչ գեղեցիկ ա, լիքը կոկոմներ է տվել, նայեք ժողովուրդ ջան, կոկոմները նայեք մի հատ հələ սիրելիներս։ Այս էլ թեթև մեջ արդեն մեր բիսեդկան պատրաստ է, այստեղ վարդ եմ տնկել, նայեք վարդս ինչ գեղեցիկ է, ճիշտ է, դե լրիվ պատրաստ չի մեր բիսեդկան, իհարկե հարևանուհիս նվիրել է այս կանա ծաղիկներից, սենց ամեն տարի տնկում եմ այս տեսակի մեծ ծաղկամաների մեջ, հարգելիներս։ Այստեղ պատրաստում ենք խորովածի, պատրաստում ենք արդեն բացում անենք, դեռ լրիվ պատրաստ չի, դեռ պետք է սեղան առնեմ աթոռների հետ։ Էսի մեր շունիկն է, հիմա ձեզ ցույց տամ մեր շունիկին։ Չալո, պրիվետ։ Ինքը շատ լավն է, ինքը ունի իր ծերիտուրյան, այս ամբողջը մեր բակն է, բակը երկու մասի ենք կիսել, տիբետский մաստիֆա ավչարկայի հետ, իր մաման տիբետский մաստիֆա, իսկ պապան ավչարկա, ինքը շոտ սիրուն շուն է, արդեն 4 տարեկան է, մեր ախրանիկն է բակի, շատ լավ ախրանիկ է, մեկը իրավունք չունի մեր զաբորի մոտից անցնելու, նայեք ինչքան սիրուն շունիկ ունեմ, չալ, պրիվետ։ Այս էլ մեր բասեինն է, ժողովուրդ ջան, լայնությունը դիամետրը 4,5 մետր է, բարձրությունը 1,10, ինքը 15 տոննա ջուր է պարունակում, 14 տոննա լցրել ենք եւ էլի ունենք լցնելու, ուրեմն ես ձեզ հիմա կասեմ, թե ոնց ենք մշակում բասեինի ջուրը, սիրելիներս։ Նայեք սիրելիներս, այս տեսակի տաբլետկաներ ենք վերցնում, խլորով հարուստ, ինքը տաբլետկաներ է, ուրեմն մեր 15 տոննա ջրի համար, նայեք ինչքան թափանցիկ է ջուրը, 15 տոննա ջրի համար, ամեն երեկո ավելացնում ենք 3 հատ տաբլետկա պապլավոկի մեջ ենք դնում, հեսա ձեզ ցույց կտամ պապլավոկը, նայեք այս տեսակի պապլավոկ ունենք, վերևը բացում ենք և դնում ենք տաբլետկաները, սիրելիներս, ու երեկոյան նասոսը միացնում ենք, ֆիլտրի հետ աշխատում է ու ջուրը ինքը շատ զուլալ, շատ պարզ և մաքուր է և այս տեսակի ինքը սրեստվա ենք վերցնում, հեղուկ է, կապուտ գույնի հեղուկ հատուկ բասեինների համար, ուրեմն այս մեր 15 տոննա ջրի համար, սիրելիներս, 3 հատ կալպաչոկով լցնում ենք երեկոյան, արդեն այսօր պետք է լցնենք ուշ երեկո, 3 կալպաչոկով հեղուկն ենք լցնում բասեինի ջրի մեջ և 3 հատ տաբլետկա ու ինքը ջուրը վեշնի մաքուր ու թափանցիկ է, նայեք ինչքան թափանցիկ ու գեղեցիկ է ջուրը։ Եվ այսքանով սիրելիներս վերջացնեմ իմ այսօրվա վիդեոն, բասեինը շատ լավ է բակում, երբ որ լավ եղանակ է դրսում։ Այստեղ երևի լսում եք ծիտիկների ծլվլոցը, երգոցը։ Ուղղակի հրաշք չեք պատկերացնում, նստում ենք բիսեդկամ ու այդ ծիտիկների երգոցը, ծլվլոցը, մի հատ սենց ոնց որ դրախտային տեղ գտնվենք։ Դե այսքանով վերջացնեմ սիրելիներս իմ այսօրվա վիդեոն, լավ եղեք, առողջ եղեք, ինչ ասեմ և Աստծո կողմից օրհնված եղեք, մի մոռացեք բաժանորդագրվել և լայքել, ինչպես ձեզ խոստացել եմ, անպայման կցուցադրեմ, թե ինչպես եմ մշակում իմ սենյակային ծաղիկները և ինչ հետաքրքիր սենյակային ծաղիկներ ունեմ ես։ Բոլորից շատ սիրում եմ, շատ հարգում եմ, շատ շնորհակալ եմ անկեղծ և բարի կոմենտարիաների համար, սիրելիներս, կարծիքների համար, բոլորիդ կարծիքը ինձ շատ կարևոր է։ Շատ սիրում եմ ձեզ, լավ մնացեք, առողջ եղեք, ցտեսություն բոլորիդ։